Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Տիկին Ստեփանյան, եկեղեցու շուրջ զարգացումներից եկեք խոսենք։ Մենք տեսնում ենք, որ երկու կողմից էլ չեն պատրաստվում հետ քայլանել։ Մի կողմում կաթողիկոսն է, որ կարծես թե խուլուհամր է ձևանում եւ ցույց է տալիս, որ ոչինչ էլ չի կատարվում, ոչինչ չի լսում, ոչինչ չի տեսնում, անգամ եպիսկոպոսների հայտնի հայտարարությունից հետո։ Մյուս կողմում վարչապետն է, որ Կիրակիների մասնակցում է պատարակների տարբեր եկեղեցիներում, որտեղ չի հնչում կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ ու այսպես շարունակ ու նաև հավատացյալ հոտ է որոշակի հավաքվում Կիրակի օրը մենք տեսանք, որ նաև Նարեկ Կարապետյանն էր այդ հոտի մաս ու այսպես շարունակ ուր կարող է հասնել այս գործընթացը եւ ճանապարհային քարտեզ կա արդյոք որ մի կողմից պահանջը կա որ կաթողիկոսը պիտի հեռանա մյուս կողմում մենք տեսնում ենք որ կաթողիկոսը անկոտրուն է կարծես թե իր կամքը Շնորհակալ եմ հրավերի համար, ինչպես նաև շնորհակալ եմ հարցի համար։ Դուք ձեր հարցի սկզբում ասացիք, որ կարծես թե քար լռություն է երկու կողմն էլ հետքայլ չի անում եւ մի քիչ կարծես թե անհասանելի են թե գործընթացները որ ուղղությամբ կգնան։ Պետք է ասեմ, որ դա այդքան էլ այդպես չէ եւ կարծում եմ անգամ, որ կաթողիկոսի հեռանալու հետ հաշվարկը արդեն տրված է։ Ինչու, որովհետև եթե մինչև անցած շաբաթ օրինակ կաթողիկոսի այսպես ասած համայնքի ներկայացուցիչները հոգևոր ծառայություն մատուցող մեր հոգևորականները անկախ իրենց աստիճանակարգից, իրենց ստատուսից կարծես թե այդքան էլ ներգրաված չէին process-ների մեջ եւ իրենք էլ ցանկանում էին չեզոքություն պահպանել, ապա անցած շաբաթվա վերջին մենք տեսանք կոնկրետ տեղաշարժեր եւ տեսանք ոչ միայն դրանք քայլերի տեսքով, այլ նաեւ պաշտոնական հայտարարության տեսքով, որին միացել էին ավելի քան 10-12 հոգևորականներ։ Սա արդեն նշանակում է, որ process-ներ կան եւ գուցե գիտեք լինելով այդ համայնքի մաս տարբեր հոգևորականներ, թե Կտրիչ Ներսիսյանի, թե Արշակ Խաչատրյանի եւ թե այլ այդ խմբին մոտ մարդկանց մասին ունեցել են ինչ-որ տեղեկություններ, որոնք այնքան էլ ընդունելի չպիտի որ լինեին այդ համայնքի կողմից, բայց գուցե չեն եղել փաստեր, գուցե չեն եղել բառապացույցներ առարկայական եւ նրանք խուսափել են ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկելուց, բայց հիմա քանի գնում այնքան շատ բաներ են ջրի երես դուրս գալի, մասնավորապես դրանց շարքում կարող եմ նշել նախորդ շաբաթ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը առ այն, որ համացանցում տարածվող Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ այն ոչ հաճելի տեսանյութերում իսկապես Արշակ Խաչատրյանն է եւ եթե հիշում ենք ներողություն եմ խնդրում այսօր ասուլիս էր հրավիրել եւ ասուլիսի ժամանակ ասաց որ ինքը այդ տեսանյութերի հետ կապ չունի Դե գիտեք ինքը օրինակ կարող է հերքել անհերքելին, օրինակ ինքը կարող է ասել, որ օվկիանոսը երկինք է, կամ ծառերը դրանք, չգիտեմ, գետեր են, կամ տները դրանք ընդհանրապես մեր աչքին թվացial ինչ-որ պատկերներ են, բայց գիտեք դրանից իրականությունը չի փոխվում, եւ հենց դրա մասին էի ասում, Արշակ Խաչատրյանը շատ հարմար դիրքավորվելով հենց ամենասկզբից ասաց, որ դա արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր են, եւ որ ինքը այդ տեսանյութերում որևէ կերպ չէր կարող մասնակցություն ունենալ հաշվի առնելով այն ստատուսը, որի մեջ ինքը գտնվում է, բայց Ստերևույթին քննչական կոմիտեի հայտարարությունը կարդալով հասկանում ենք, որ ամենայն հավանականությամբ Արշակ Խաչատրյանի բանականությունն էր արհեստական եւ Ստերևույթին նա ունի որոշակի առողջական խնդիրներ, որ օրինակ լինում են միտեղ, մասնակցում են ինչ-ինչ process-ների, հետո ասում է, որ ես այնտեղ չեմ, ես կարծում եմ, այստեղ մասնագետի արդեն առողջապահության ոլորտի մասնագետների կարիքը կա, գուցե հետ վերադարձնելու Արշակ Խաչատրյանին հիշողության հետ կապված որոշակի դրվագներ, բայց սա ընդհանուր առմամբ մեր խնդիրը չէ։ Մենք վաղուց էինք ասում, որ եկեղեցում խնդիր կա Եվ այդ եկեղեցում տեղի ունեցող process-ները գուցե հանրության լայն շերտերին այդքան էլ հայտնի չէին, մինչ Բագրատ Գալստանյանի սրբաժան շարժման մեկնարկը, բայց այդ մեկնարկից հետո այլևս ոչ կաթողիկոսը, ոչ նրան հարող քաղաքական շահերով ինտեգրված եւ քաղաքական հետաքրքրություններով պայմանավորված այս խումբը այլևս չի թաքցնում, որ ինքը որոշակի գործակալական ցանցի ներկայացուցիչ է եւ ըստ երևույթին նրանց բոլոր գործընթացները մի կողմից սպասարկում են այլ աշխարհաքաղաքական կենտրոնի եւ բոլորովին այլ քաղաքական կուսակցությունների առաջնորդների, որ մեր հասարակության լայն շերտերին հայտնի են նախկիններ առումով, որոնք ավելի շատ արժեքային համակարգ են հիշեցնում, քան կոնկրետ ինչ-որ անձանց, եւ այլևս կարծում ենք ամեն ինչ պարզ է եւ սրանով պայմանավորված նաեւ կցանկանամ հղում անել մեր ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր ասում էին, որ եկեղեցում խնդիրներ չկան եւ եթե լինեն այդ խնդիրները
ապա դրանք պետք է կաթողիկոսը լուծի, քանի որ այնտեղ կանոնակարգ է գործում եւ այլն, բայց օրինակ երբ որ անցած շաբաթ մենք տեսանք հոգեվորականների հայտարարությունը, որ իսկապես կան խնդիրներ եւ իրենք անհաշտ են, ամբարիշտ են համարում որոշ ներկայացուցիչների հոգեվոր ծառայություններ սպասարկելու տեսանկյունից նաեւ, արդեն իրենք են ասում, դե օրինակ ինչու կաթողիկոսը այս կամ այն հոգեվորականին պաշտոնանկ չի անում եւ ասում են, հա դե իհարկե կան եկեղեցում խնդիրներ, այսինքն սա նշանակում է, որ մեր ընդդիմությունն էլ փաստորեն որոշակի շահերից ելնելով առերևույթ պաշտպանում էր, այսպես ասած, կաթողիկոսին եւ նրա փոքր խմբակի շահերը, սրանով եւս մեկ անգամ ապացուցելով, որ իրենք թերևս սնվում են նույն քաղաքական ակունքից։ Այս իմաստով նաև 10 եպիսկոպոսները թիրախում հայտնվեցին ռադիկալ ընդդիմության, ինչու՞ չէ մեդիայի եւ այսպես սկսեցին հիշել, թե ով ինչ մեղքեր ունի եւ նաև կրկին կոչ էին անում կաթողիկոսին նրանց հեռացնել, հուդա էին անվանում, երբ ժամանակին ասում էին, որ ներսից պիտի լինի լուծումը, եթե խնդիրներ կա ներսում կբարձրաձայնեն, եթե ոչ։ Հիմա ներսից բարձրաձայնում են, որն է խնդիրը, ինչու են այս մարդիկ թիրախավորվում եւ ինչ երկակի ստանդարտների մասին է եւ մեկ նկատառում էլ փաստորեն այդքան մեծ լայն ծանր ճակերտավոր ասած արձագանք չգտավ այն, որ Վլադիմիր Պուտինը շքանշանով պարգևատրեց Եզրաս Ներսիսյանին, որքան որ եպիսկոպոսները հանդիպեցին վարչապետի հետ։ Միանգամից որակվեցին հուդա, թուրք, այսպես տարբեր այդպես բնութագրումներ տվեցին։ Հիմա որտեղ է խնդիրը, այսինքն Վլադիմիր Պուտինից շքանշան ընդունելը ըստ ընդդիմության ավելի պատվաբեր է, քան վարչապետի հետ հանդիպելը։ Ըստ երևույթին դուք ճիշտ եք եւ ձեր հարցը իր մեջ արդեն որոշակի պարունակում է իր պատասխանը, բնականաբար նրանցից ոչ մեկ այդքան համարձակություն չունի կամ ինչպես մեր ժողովուրդն է ասում, այդքան պլոճիկ չունի, որպեսզի Ռուսաստանի Դաշնության նախագահին արարքին դեմ խոսեր կամ առնվազն տարակուսանք առաջացներ առ այն, որ Ռուսաստանի Դաշնության եւ նախագահը եւ նրանց պաշտոնական հայտարարություններում եւ նրանց պաշտոնական կայքեջերում օրինակ հայ առաքելական եկեղեցին որակվեց որպես ուղղափառ, այս առումով մենք նույնիսկ կաթողիկոսից որոշակի արձագանք չտեսանք, դե շունդը շանթաթ չի ծամում ըստ երևույթին։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ձեր հարցի բովանդակության երկրորդ հատվածին, ես արդեն ասացի, որ նրանք նույն քաղաքական կենտրոնի հրահանգներն են կատարում, նրանք սնվում են նույն քաղաքական կենտրոնից եւ մեր բոլոր հարցերի պատասխանները մենք կարող ենք գնալ եւ գտնել հոկտեմբերի 27-ի մեջ, ինչպես այսօր Հայաստանի արչեւ ծառացած բազմաթիվ խնդիրների եւ մարտահրավերների լուծումը պետք է գնալ եւ գտնել հոկտեմբերի 27-ի մեջ եւ հոգեվորականների մի խումբ էլ այո գրեց, որ ըստ երևույթին եկեղեցում այս խնդիրները չէին առաջանա, մենք չէինք բախվի այսօր այդ խնդիրներին, որ գործում է եկեղեցու մեջ, մենք չէինք տեսնի այն արատավոր անառողջ հարաբերությունները, որ դարձյալ կան եկեղեցականների եւ որոշ հոգեվորականների մեջ, եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ըստ երևույթին չկեղծվեին ընտրությունները եւ Գարեգին II Կտրիչ Ներսիսյանը չդառնար կաթողիկոս։ Սրանով հոգեվորականները փաստորեն վերջապես իրենց հոգու պորտկումը նաեւ ներկայացրեցին առ այն, որ Գարեգին II ոչ միայն չպետք է ընտրվեր ամենայն հայոց կաթողիկոս, այլ նա ըստ երևույթին իրավունք էլ չուներ, որ իր թեկնածությունը դներ կաթողիկոսի ամենայն հայոց կաթողիկոսի այսպես ասեմ թափուր տեղի համար եւ գիտեք արդեն process-ները սկսված են, ես կարծում եմ, որ այնքան արագությամբ են զարգանում խնդիրները, որ եւ խնդիրները, որ այլևս Կտրիչ Ներսիսյանը փրկության տեղ չունի։ Այստեղ արդեն մեկ այլ հարց է առաջ գալի. ինչու է Կտրիչ Ներսիսյանը շարունակում մնալ եկեղեցում։ Ես կարծում եմ, իհարկե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, նա թերևս ինչ-ինչ անավարտ գործեր ունի, որոնք բացառապես եւ բացարձակապես կապված են փողային հարցերի հետ։ Ես վստահ եմ, որ նա շատ համայնքներում, Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ունի շենքշինություններ, որոնք առաջին հայացքից ձևակերպված են կամ տրված են որոշակի սկզբունքներով հայ առաքելական եկեղեցու տնօրինմանը, բայց մենք բոլորս հստակ հասկանում ենք, որ դա տնօրինել է Կտրիչ Ներսիսյանն իր փոքր խմբակի եւ իր ընտանիքի անդամների հետ, այնպես ինչպես որ նրանք հայ առաքելական եկեղեցին, նրա թեմերը եւ նրա մասնաճյուղերը դարձրել են օրինակ ազգային խոպան, եւ եթե մեր հայրենակիցներից շատերը իրենց հանապազորյա հացի համար կամ տարբեր կենցաղային հարցեր լուծելու համար օրինակ գնում են արտերկիր աշխատանքի, մեր Կտրիչ Ներսիսյանն իր բարեկամներին, իր եղբայրներին, իր քրոջ որդիներին օրինակ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր է խոպան ուղարկել եւ նրանց
ինդուլգենցիա որպես հագցրել է հոգևորականի վեղարը, որ ինչ արվի, նրանք կարողանան թաքցնել այս վեղարի հետևում։ Եվ այստեղ էլ շատ հետաքրքիր մի բան կա, որ հոգևորականները, ովքեր կիսում են Կտրիչ Ներսիսյանի տեսակետները, որոնք առհասարակ կապ չունեն Աստծուն ծառայելու կամ հոգևորական ծառայություններ մատուցելու հետ, տեսեք, խաղում են հանրության այն զգացմունքների հետ, որ եթե իրենք հագնում են օրինակ հոգևորականի համար այդ սպეციფიկ նրանց բնորոշ հագուստը, ուրեմն ըստ երևույթին նրանք ուղղակի չեն կարող մեղք գործել, ուղղակի չեն կարող սխալներ ունենալ, այն պարագայում, երբ օրինակ որ քաղաքական իշխանության, աշխարհիկ իշխանության որևէ ներկայացուցիչ մի անզգույշ խոսք է ասում, մի անզգույշ քայլ է անում կամ գուցե իրավացիորեն թաթախված է կոռուպցիոն ռիսկերի մեջ կամ որևէ օրենք է խախտում, հայ հանրությունը լրագրողական դաշտը այս օրերին նաև հոգևորականները այսպես մատնացույց են անում, խոսում են այս մասին, բարձրաձայնում են խնդիրները, բայց որ իրենց մոտ են այս խայտառակ պատմությունները տեղի ունենում, քանի որ իրենք հագել են հոգևորականի զգեստներ, դա իրենց չի վերաբերում։ Սա խորը մոլորություն է եւ ժողովուրդը կարծես թե նույնիսկ արդեն սա է սկսեց թափ գնահատել։ Տիկին Ստեփանյան, դուք ասացիք, որ դեռևս չի գնում, որովհետև կիսատ թողած գործեր ունի։ Այս տաղավարից քիչ չեն հնչել տեսակետներ, որ ինքը շատ կուզենար գնալ, պարզապես չի կարող։ Հիմա չի ուզում գնալ, թե չի կարող գնալ։ Ես կարծում եմ երկուսն էլ, որովհետև շատ դժվար է, գիտեք, այդ համեղ պատառից հրաժարվել, ի վերջո նա բազմել է շատ կարևոր գահի, նա համայն հայության կաթողիկոսն է, նա օգտվում է բոլոր հնարավոր եւ անհնար բարիքներից, որ նաեւ ինձ, ձեզ, մեզ լսող հեռուստադիտողներին դա այդպես ինչ որ անհասանելի բարձունք է թվում, եւ երկրորդ չի կարող գնալ, որովհետեւ ի վերջո երբ որ նրան եկեղեցական կանոնադրության կարգավորումներին չհամապատասխանող կերպով ընտրել են ամենայն հայոց կաթողիկոս, նրա առջև ինչ որ առաջադրանք է դրված, նա կոնկրետ հանձնարարություններ ունի կատարելու, երբ որ մենք այսօր խոսում ենք այս կամ այն խնդրի մասին, երկրում արկա, շատ հաճախ մենք հենց այդ պահի ժամանակ ենք ձևակերպում այդ խնդիրը եւ փորձում ենք սիտուացիոն լուծումներ տալ եւ խնդիրը տեսնում ենք հենց այս ժամանակի մեջ, այս տարածության մեջ, բայց որ մենք հետ ենք գնում, թե ինչից է առաջացել այդ խնդիրը, ես ցավով արձանագրում եմ, որ հոկտեմբերի 27-ը այդ ողբերգական օրը Հայաստանի Հանրապետության պատմական օրացույցում ոչ միայն մեզնից խլեց շատ կարևոր քաղաքական եւ ազգային գործիչների, պետական գործիչների, այլ նաեւ անդառնալիորեն Հայաստանի Հանրապետության զարգացման ընթացքը փոխեց եւ հենց այդ օրն էր, որ արատավոր եւ մինչեւ հիմա ծանր գին ենք մենք վճարում այդ օրվա համար Ռոբերտ Քոչարյանի, Գարեգին երկրորդի կամ Կտրիչ Ներսիսյանի, ինչպես արդեն պետք է իրավացիորեն նրանց նշել, սրանց այս հանցավոր համախումբը շատ ծանր է նստել հայ ժողովրդի եւ հայոց պատմության զարգացման համար եւ հիմա երբ որ դուք ձեր նախորդ հարցում ասում եք այ ինչու են ժամանակ չէին արտահայտվում բայց հիմա արտահայտվում են դարձյալ մենք պետք է գնանք եւ պատասխանը հոկտեմբերի 27-ին որտեղ կա պայմանավորվածություն կա հստակ պայմանավորվածություն կա առևտուր բայց առևտուր ոչ թե իրար մեջ, այ առևտուր հայ ժողովրդի ճակատագրի եւ մեր պետության ճակատագրի համար։ Ես քեզ սա, դու ինձ սա։ Եվ այն ինչ տեսնում ենք հիմա, շատ པարզ տեսանելի է։ Եվ եթե ուշադիր լինեք, հոգևորականները այդքան էլ չեն կանգնում երրորդ նախագահի կողքին։ Ինչու՞։ Դարձյալ պատասխանը պետք է գնալ եւ գտնել հոկտեմբերի 27-ի մեջ, որտեղ այն ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր եւ ըստ երևույթին առևտուրը նրանց մեջ էին։ Եվ երբ որ որոշ հոգևորականներ, օրինակ, չեմ ուզում անունները շեշտել, անընդհատ ասում էին, որ մեզ տղամարդ առաջնորդ է պետք, էլի պետք է գնալ եւ պատասխանը գտնել հոկտեմբերի 27-ին։ Տղամարդ առաջնորդ ասելով ըստ երևույթին նրանք նկատի ունեն Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին, ում քաղաքականության, ում վարած քաղաքականությունը, եթե դնենք մեկ վերնագրի տակ, ապա կարող ենք ասել, որ դա հետեւյալներ չկա մարդ, չկա խնդրեմ։ Իդեպ Աջապահյանը եւ Գալստանյանը Կալանավայրից էլի դիմելով եպիսկոպոսներին նրանց նախատել են իդեպ եւ ասել են նաեւ կաթողիկոսին ասել են տուրք չտալ եւ իր դիրքերում ամուր մնալ ամեն դեպքում Տիկին Ստեփանյան ինչ է կարծում այլևս հատվել է այդ գիծը անդառնալիության կետը եւ կաթողիկոսը մնալու տարբերակ ունի թե չունի Կաթողիկոսը միանշանակ մնալու տարբերակ չունի եւ ես կարծում եմ կաթողիկոսին խորհուրդ տվողներն էլ նրա հիմնական ճշնամիներն են, որովհետեւ քանի կաթողիկոսը մնում է իր տեղում եւ չի հեռանում, անգամ հեռանալու պատվախնդրություն չունի։
անգամ այնքան չի հարգում եկեղեցին, որ այսքանից հետո չի պատրաստվում իր գոյությունից, այսպես ասեմ, զրկել էլի եկեղեցու ներսի ներքինը։ Տեսեք, նա ինչքան մնա, այնքան վատ ինֆորմացիաներ են դուրս գալու ջրի երես, ոչ թե որ պետությունն է դրան պատրաստ, ոչ թե որ պետության գործիքակազմը շատ հասանելի է նման դեպքերում, այլ արդեն հոգևորականները իրենց ներսում ունեն անհաշտություն այս ամբողջ իրավիճակի հետ եւ երբ ինչ որ մեկին անկյուն է մղում, ապա այդ անկյունում գտնվողը երկար չի մտածում իր կողմից օգտագործվող մեթոդների, միջոցների մասին եւ ես շատ վախենում եմ ուղղակի, ես պարզապես վստահ եմ, որ էլի կան խայտառակ պատմություններ, տեսեք մամուլում ժամանակ առ ժամանակ օրինակ մենք հանդիպում ենք այնպիսի բովանդակությամբ տեքստերի, որ կաթողիկոսը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այն կետը, թե պետությունը եկեղեցին անջատ է պետությունից եւ պետության որևէ օրինակ մարմին չէր կարող մտնել եւ եկեղեցուն գույքագրում աներ կամ պետական վերահսկողություն իրականացնել կամ առհասարակ որոշակի վերահսկողության մեխանիզմներից զերծել եկեղեցին, մենք տեսնում ենք, որ օրինակ ասում են, որ շատ կարևոր օրինակներ, էքսպոնատներ կամ կրոնական տարբեր ծիսակարգերի համար կարևորագույն արժեք ներկայացնող ազգային զարդեր կամ զարդարանքի մասնիկներ, օրինակ միջազգային աճուրդներում վաճառվում են։ Ես կարծում եմ, այս է անդառնալին, որ անգամ այս դեպքում մենք չենք կարող գնալ դրա հետևից եւ օրինակ տեսնել թե ում է վաճառվել, այն որ վաճառվել է հաստատ է, բայց մենք չենք կարող գնալ թե տեսնել թե ում են վաճառվել սրանք եւ դրան գումարած նաև ցավոք բոլորը մեղսավոր են այս աշխարհում եւ ինչպես վերջին դեպքերը ցույց տվեցին նաև շատ հոգեվորականներ փաստորեն գայթակղվել են եւ չեն կարողացել զերծ մնալ մեղքից եւ վստահ եմ որ մեկի վրա այնքան մատնագրեր է գրելու այնպիսի բաներ են առաջիկայում բացահայտվելու որ դրանից ցավով եմ ուզում արձանագրել բայց միայն այդ հոգեվորականները չեն որ վնասվելու են կամ տուժելու են նրանց հեղինակությունը ես վախենամ որ դրանից նաև օրինակ հայ առաքելական եկեղեցին որոշակի հեղինակային հարված տանե, ինչը կարծում եմ մեզանից որևէ մեկի մտքով անգամ չի ասնում եւ լավ կլինի որ հոգեվորականները թեկուզ հանրության աչքերից հեռու որոշակի ճնշումներ գործադրեն, թե Կտրիչ Ներսիսյանի, թե Արշակ Խաչատրյանի եւ թե նրանց կողմ կանգնած մարդկանց վրա, որպեսզի նրանք այսպես ասած հանուն Աստծո հանուն այն հավատքի եւ հանուն այն աղոթքների եւ հանուն այն հագուստի, որ իրենք կրում են, հեռանան եկեղեցուց առանց վնաս հասցնելու եկեղեցուն, որտեղ այն վնասը, որ իրենք արդեն հասցրել են եկեղեցուն, դա էլ քիչ չէ։ Տիկին Ստեփանյան, այս ընթացքում դուք էլ լսել եք, հաստատ գիտեք, որ ամենաշատը խոսվել է կոմպրոմատների մասին, թե ներսում ով ում դեմ որքան կոմպրոմատ ունի, անգամ 10 եպիսկոպոսները երբ հանդիպեցին վարչապետի հետ, նման խոսակցություններ հայտնվեցին անգամ մեդիայում, որ վարչապետը ամենատարբեր կոմպրոմատներ է բանեցրել, որպեսզի այդ եպիսկոպոսները այլընտրանք չունենան, քանի իր հետ հանդիպել է եւ կաթողիկոսի հրաժարականը պահանջել է։ Բայց ամեն դեպքում, եթե կտրվենք այս մի հարցից, սա հարցի ենթաշերտերից մեկը, Արշակ Խաչատրյանի մասով ինչու կաթողիկոսը այդքան կարճած է Արշակ Խաչատրյանից եւ անգամ եպիսկոպոսները ասում են որ իրենց ընդվզում առաջացել է այն բանից հետո երբ կաթողիկոսը ուղիղ հրաժարվել է նրան հեռացնել ասել է որ եթե Արշակը գնա մայրաթոռը եւ կամ հայ առաքելական եկեղեցին կկործանվի իսկապես այդպես է։ Շնորհակալ եմ հարցի համար գիտեք ժողովրդական խոսք կա ասում են ոչինչ այդքան մարդկանց չի միավորում ինչքան ընդհանուր գաղտնիքը Եվ այս պարագայում կարծում եմ այդպես երկար մտածել պետք չի եւ ոչ էլ ինչ որ գիտությունների տեխնացու պետք է լինել, որպեսզի հասկանալ այստեղ թե ինչ մեխանիզմներ են գործում։ Երբ որ Արշակ Խաչատրյանի հետ այդ ոչ հաճելի տեսարանները հայտնվեցին համացանցում, անմիջապես նաեւ այն տելեգրամյան արիքը, որը տարածել էր այդ տեսանյութը, անմիջապես հեռացվեց ընդհանուր հարթակից։ Եվ եղան խոսակցություններ, որ ըստ երևույթին այդ տելեգրամյան ալիքը ստեղծվել էր Կտրիչ Ներսիսյանի կամ նրան մոտ կանգնած մարդկանց կողմից, որը մեկ գործողություն ուներ իր, մեկ ֆունկցիա պետք է իրականացներ, պետք է այդ տեսանյութը տարածել, որից հետո պետք է, այսպես ասած, դուրս գար տելեգրամյան էլեկտրոնային հարթակից, ինչը տեղի ունեցավ։
Բնականաբար եղան բուռն քննարկումներ եւ այլն, հետո արդեն երբ որ սլակները ուղղվեցին իշխանության կողմ, այնտեղ որոշակի համապատասխան գործիքներով հաստատվեց, որ տեսանյութը ըստ երևույթին ձայնագրվել է 10-15 տարի առաջ, այսինքն ինքը շատ ավելի մեծ վաղեմություն ունի, քան օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եկել է իշխանության։ Մենք ընդամենը 7 տարի է որ իշխանության ենք, իսկ խոսքը 10 եւ ավելի տարիների ձայնագրության մասին էր։ Եղավ ձայնագրություն, եղավ հանրության դժգոհությունը, եղավ արդեն որոշակի խնդիրներ եւ անգամ կաթողիկոսը սրա հետ կապված ձևավորեց հանձնաժողով, որպեսզի քննեն։ Դե քննեցին իրենց գործիքներով, Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգն էլ իր կողմից քննեց իր գործիքներով եւ եղան երկու տարբեր իրարամերժ հայտարարություններ ըստ երևույթին։ Քննչական կոմիտեն ասում է, որ տեսանյութը իրական է, համապատասխանում է իրականությանը եւ գործող անձինք իրական են, այսպես ասած, եւ մյուս կողմից օրինակ Գարեգին երկրորդը կամ Կտրիշ Ներսիսյանը հայտարարություն տարածեցին, որ անգամ եթե դա իրականությանը համապատասխանում է, մենք չենք պատրաստվում Արշակ Խաչատրյանին հերացնել։ Ինչու՞։ Որտեղ Արշակ Խաչատրյանը ըստ երևույթին ասել է դե համարձակվի, կտեսնես ես քո մասին ինչեր կասեմ, եւ այստեղ այո կոմպրոմատների հարցը շատ կարևոր գործ ունի եւ շատ կենսունակ է ըստ երևույթին այս հարաբերությունների մեջ, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր այսքանից հետո չեն ընդվզում կաթողիկոսի եւ նրան շատ մոտ կանգնած խմբակի դեմ, ըստ երևույթին ունեն այսքան կոմպրոմատներ իրենք կաթողիկոսի վրա եւ մի այսքան կոմպրոմատներ էլ կաթողիկոսը ունի իրենց վրա եւ բոլոր այն հոգեվորականները անկախ իրենց աստիճանակարգից կլինեն օրինակ քահանաներ, ամուսնացյալ, ոչ ամուսնացյալ, կուսակրոն, ոչ կուսակրոն աբեղաներ կլինեն կամ թեմի առաջնորդներ, եպիսկոպոսներ կամ արքեպիսկոպոսներ, բոլոր նրանք ովքեր ազնիվ են, արդար են կամ նրանց վրա կոմպրոմատները շատ ավելի քիչ են, նրանք իրենց վրդովմունքն են առաջացնում եւ մենք առաջիկայում ուղղակի վստահ եմ էլի կտեսնենք, երբ որ օրինակ 1 ամիս, 2 ամիս առաջ միայն խոսում էինք Տեր Արամի մասին, հետո նրան Տեր Աղանը գումարվեց, հետո նրանց կողքին էլի մարդիկ հայտնվեցին, այսինքն 1, հետո 2, հետո 3, այսպես ձնագնդի էֆեկտով Կտրիշ Ներսիսյանի վարած քաղաքականության եւ իր առհասարակ բարոյական կերպարի շուրջ շատ հոգեվորականներ սկսեցին դժգոհել։ Բոլոր նրանք, ովքեր ընդվզում են կաթողիկոսի դեմ եւ դեմ են նրա վարած այս ներքին գործելավոճին, ուրեմն նրանց վրա քիչ կոմպրոմատներ կա։ Իսկ բոլոր նրանք, ովքեր դեռևս ձայն չեն հանում եւ ինչ որ առումով էլ պաշտպանում են Գարեգին երկրորդի կամ Կտրիշ Ներսիսյանի շահերը, դա նշանակում է, որ ըստ երևույթին նրանք ունեն վախեր, որ իրենց վերաբերյալ էլ հնարավոր է Կտրիշ Ներսիսյանը ինչ որ նյութեր կամ տեսանյութեր կամ ձայնագրություններ տարածի իրեն հայտնի տելեգրամյան ալիքներով։ Հետաքրքիր է եւ տարօրինակ թե ինչ վախեր կարող է ունենալ ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին բն այն դեպքում երբ Աստվածաշնչում էլ գիտեք թե վախը ինչ բնութագրումներ ունի, բայց ամեն դեպքում ասենք առաջ, բա այն ուժերը ներողություն եմ խնդրում, այստեղ ես հիշեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի արտահայտություն, որ նա արեց ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, նա ասաց, որ մենք կապացուցենք Կտրիշ Ներսիսյանին, որ Աստված կա եւ Աստծո աչքից ոչինչ չի վրիպում եւ ոչ ոք չի կարող իր մեղքը թաքցնել Աստծուց։ Լավ, այն ուժերը, մարդիկ, անհատները, ընդդիմությունը, որոնք լցված էին իրենց բառերով ասած եկեղեցու պաշտպանությանը եւ էլի իրենց բառերով ասած ձեր իշխանությունից փորձում էին փրկել եկեղեցին։ Հիմա ինչով են զբաղվելու այն դեպքում, որ մենք տեսնում ենք, որ եկեղեցու ներսում կա արդեն այդ ընդվզումը եւ եկեղեցու ներսում են պահանջում, որ Գարեգին բն պիտի հեռանա։ Օրինակ նույն Սամվել Կարապետյանը ինչպես է դա բացատրելու եւ ընդդիմադիր ուժերը նույն վաղաշաբաթում, երբ որ ասում էին, որ եթե իրենք ընտրվեն, գալու են եւ փրկեն եկեղեցին, պաշտպանեն եկեղեցին։ Հիմա իրենց խոսույթը օրակարգը ո՞րն է լինելու եւ այս մարդիկ ինչով են զբաղվելու, էլի եմ ասում, օրինակ նույն Սամվել Կարապետյանը։ Հայ եկեղեցու պաշտպանություն կամ պաշտպանության կարիք չկա, իսկ եթե կա պաշտպանության կարիք, ապա մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին այլանդակ վարքագիծ ունեցող եւ մինչեւ կոկորդը մեղքերի ու այլանդակ մեխանիզմների մեջ թաղված հոգեվորականներից է։ Բոլոր նրանք, ովքեր որ կպաշտպանեն այսքանից հետո Կտրիշ Ներսիսյանին կամ նրա խմբակից որևէ մեկին, որոնց վերաբերյալ արդեն կան որոշակի տեղեկություններ, ապա ցավով պետք է նշեմ, որ նրանք ըստ երևույթին նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, ուղղակի կեսը օգտվում են աշխարհիկ կյանքի տված հնարավորություններից, մյուս կեսը օգտվում են հոգևոր կյանքի տված հնարավորություններից, բնականաբար համապատասխան հանդերձանքով։ Երկրորդ կարևոր բանը, որ կուզեմ ասել, երբ որ մենք շատ
ազգային ժողովում շատ կարևոր նախագծեր ենք քննարկում, որին հոգով սրտով օրինակ ընդդիմադիրները կողմ են, բայց նրանց թույլատրված չէ կողմ քրվարկել այդ նախագծերին, նրանք օգտվում են ազգային ժողովի կանոնակարգ օրենքի հետևյալ կարգավորումից, նրանք օրինակ 20 րոպե ընդմիջում են խնդրում, գնում են եւ չեն գալիս։ Սրանով որոշակի ըստ իրենց դիրքորոշում են արտահայտում։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, նրանք ոչ թե դեմ են քվեարկում, նրանք ոչ թե ձեռնպահ են քվեարկում։ Նրանք ասում են, խնդրում եմ, մենք ուզում ենք օգտվել 20 րոպե ընդմիջումից, գնում են եւ չեն գալիս։ Դե 20 րոպե ընդմիջումից հետո արդեն մենք ենք գալիս եւ համապատասխան քաղաքական դիրքորոշման արդյունքում քվեարկում ենք դեմ կամ կողմ տվյալ նախագծին։ Եվ այս ամենից եւ Սամվել Կարապետյանը եւ Հայաստանի քաղաքական դաշտում գործող որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր լինի խորհրդարանական, լինի արտախորհրդարանական, որոնք սպասարկում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շահերը, ուրեմն սրանից կվերցնեն միայն այն թեզերը եւ այն խոսքերը, որոնք կարող են սպասարկել իրենց քաղաքական շահը եւ ապագա քաղաքական քարոզարշավի ընթացքում իրեն կարող են դա օգտագործել, կօգտագործեն։ Եթե չէ, նրանք սա որպես վատ երազ, թե կաթողիկոսին, թե Արշակ Խաչատրյանին, թե օրինակ Արագածոտնի թեմի առաջնորդին եւ թե այլոց, եթե պետք չեն, այդ էջը նրանք փակված կհամարեն եւ կանցնեն առաջ։ Ի վերջո մենք գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր չունեն երկխոսության կարողություն, կամ իրենց հետ ես, կամ իրենց դեմ ես, նրանք այլ տարբերակ չունեն եւ իրենց վարքագծով հենց դրան էլ տանում են։ Ըստ երեք ինչու էր Նարեկ Կարապետյանը նաեւ ներկայացել այդ պատարագին, որտեղ ըստ էության կաթողիկոսի անունը չհնչեց։ Դա ի աջակցություն կաթողիկոսի էր, թե ինչպես հասկանալ։ Նարեկ Կարապետյանը որոշել էր, որ ինքը այդպես շատ խրոխտ եւ քաղաքական կյանքում այլևս անդրդվելի քաղաքական գործիչ է եւ ինքը իր տղամարդկությունը, այսպես ասած, պետք է ցույց տա նաեւ այդտեղ, որ նա կարող է գտնվել այնտեղ, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Բայց գիտեք, ես այստեղ վատ բան չեմ տեսնում, ես սա կուզեի օրինակ այլ տեսանկյունից նայել։ Ես կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը ըստ երևույթին կիսում է վարչապետի մտահոգությունները, որ եկեղեցում կան խնդիրներ եւ այդ խնդիրների մասին պետք է բարձրաձայնել։ Ըստ երևույթին Նարեկ Կարապետյանը հետևում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարություններին եւ պաշտոնական էջերին, որտեղ վարչապետը գրում է, որ օրինակ պատրաստվում է այս կիրակին մասնակցել այսինչ եկեղեցում պատարագին եւ քանի որ Նարեկ Կարապետյանը դարձել է այլևս վարչապետի անդավաճան հետևորդը, հետևում է նրան, նաև անցացել է վարչապետի հորդորին կամ հայտարարությանը եւ եկել է վարչապետի հետ օրինակ մասնակցելու հենց այն պատարագին, այն եկեղեցում, որտեղ որ լինելու էր վարչապետը։ Ես ողջունում եմ Նարեկ Կարապետյանի ողջախոհությունը եւ կարծում եմ առաջիկայում մենք եւս կարող ենք տեսնել Նարեկ Կարապետյանին եւ նրա որոշ ողջ գաղափարագից ընկերներին, օրինակ այլ տեղում, որտեղ էլի վարչապետը կգնա պատարագի եւ ինքը եւս կմասնակցի։ Ես օրինակ այսպես կմեկնաբանեմ եւ ողջունում եմ Նարեկ Կարապետյանի ողջախոհությունը եւ այստեղ լրագրության հետ կապված էլ կցանկանամ մեկ դիտարկում անել, որոշ լրագրողներ, ովքեր վստահաբար սնվում են Նարեկ Կարապետյանի ֆինանսական միջոցներից, հա, այսպես երեք համացանցը ողողել էին, թե Նարեկ Կարապետյանը կանգնած է լսում պատարագը, ներողություն, իսկ ով է պատարագը նստած լսում։ Այսինքն ինչպես կարելի է, ես իհարկե չեմ ճանաչում Նարեկ Կարապետյանին, ես նրա մարդկային որակների մասին գրեթե ոչինչ չգիտեմ, բայց ինձ համար շատ կարևոր է այդ հանրային ընկալման մեջ մարդուն մարդ թողնելը։ Երբ որ դու մարդուն սկսում ես ոչ մեկ, ոչ երկու արդեն գերմարդկային, վերերկրային, կիսաստվածին բնորոշ որակներ փոխանցել, դու կտրում ես այդ մարդուն իրականությունից։ Ներողություն, ով է պատարագը նստած լսում, որ Նարեկ Կարապետյանն էլ կանգնած է լսի, եւ դա շատ այսպես կարևոր քայլ է նրա կյանքում։ Ես կարծում եմ մեր լրագրության Իդեպ հարգելի Հերմինե, կարծում եմ նաև դուք որպես լրագրողական համայնքի ներկայացուցիչ, մենք պետք է նաև ձեր մեջ այսպես ինքնամաքրման մեխանիզմներ դրեք եւ չի կարելի է շատ կարևոր մասնագիտությունը 1-2 անհաջող կադրի պատճառով օրինակ դարձնել հանրության պարսավանքի առարկա, որտեղ ինչպես իշխանության մեջ գտնվող կամ քաղաքականությամբ զբաղվող գործիչներն են շատ շուտ ընկնում հանրության աչքից եւ նրանց լավ աչքերով չեն նայում, անկախ նրանից այդ քաղաքական գործիչը լավ է, վատ է, որտեղ մի մարդը
մի քաղաքական գործիչը չի կարող հանրության բոլոր շերտերի համար ընկալվել միայն դրական լույսի ներքո։ Այս դեպքում էլ նաև ցավով եմ նշում, բայց լրագրողներն են կարծես։ Ես կարծում եմ, որ դուք էլ պետք է ինքնամաքրման մեխանիզմներ, գուցե կազմակերպությունների կամ կոմիտեների, ասոցիացիաների միջոցով ինչ-որ բարոյական էթիկայի նորմերի վրա հիմնված ինչ-որ բաներ մշակեք եւ ձեզանից վանեք այն մարդկանց, ովքեր լրագրությունը զուտ որպես միջոց են օգտագործում եւ ոչ երբեք 4-րդ իշխանության ներկայացուցիչ են հանդես գալիս։ Փորձենք մեր գոլեգաների հետ լուծումներ փնտրել եւ գտնել այդ իմաստով։ Ամփոփելով զրույցի այս հատվածը Տիկին Ստեփանյան, դուք մի քանի անգամ ասացիք, որ օրեր են հաշված, օրեր են մնացել, որ կաթողիկոսը պիտի հեռանա։ Ինչ է կարծում, շատ են նաև այն խոսակցությունները, որ այնուամենայնիվ Գարեգին Բ-ն ժամանակ է ձգելու մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, որպեսզի ընտրությունների արդյունքով պայմանավորված նոր ընտրի մնալ թե գնալ, որն է ավելի այսպես շահեկան տարբերակ։ Հիմա ինչ է կարծում, իսկապես օրերի եւ ժամերի հարց է, թե ամեն դեպքում մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ մենք կունենանք այս ոչ այդքան հաճելի իրավիճակը։ Ես իմ կարծիք ասեմ, ամենայն անկեղծությամբ ուզում եմ նշել, որ ես էլ գիտեմ այնքանը, որքան որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր հետևում են այս process-ներին, զուտ միտումները հաշվի առնելով, գործընթացը հաշվի առնելով, դժգոհ հոգևորականների օրեցօր ավելացող թիվը հաշվի առնելով, ես կարծում եմ, որ ոչ, կաթողիկոսը չի կարող ժամանակ ձգել մինչև 2026 թվականը, ինչ վերաբերում է կաթողիկոսի գուցե հնարավոր մտածմունքից այն որ հասարակությունը հնարավոր է, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն անի եւ իշխանության գան իրեն շատ հարազատ մարդիկ, ովքեր հոկտեմբերի 27-ին օգնել են իրեն կեղծված ընտրությունների միջոցով դառնալ ամենայն հայոց կաթողիկոս եւ ապականել հայ առաքելական եկեղեցին, ապա ես ուզում եմ եւս մեկ դիտարկում անել, որ նաեւ այստեղ Կտրիչ Ներսիսյանը չի ճանաչում իր հոգեվոր հոտին, որովհետեւ ոչ մի անգամ չի շփվել իր հոգեվոր հոտի հետ եւ շատ կարեւոր է, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա եկեղեցուց եւ հեռանալուց հետո հուսով եմ նա մեկ ժամանակ կունենա Աստվածաշունչ կարդալու, դե հիմա ժամանակ չունի, լիքը բիզնես պրոյեկտներ ունի, լիքը առևտուրներ ունի, չգիտեմ, բանկային հաշիվներում տարբեր դրամագլուխներ ունի, որ պետք է մի կետից ժամանակ չունի։ Կարծում եմ այդ ժամանակ արդեն ժամանակ կունենա կկարդա եւ կհասկանա, որ օրինակ Հիսուսը լինելով մեր Սուրբ Երրորդության ներկայացուցիչներից մեկը օրինակ կռանում եւ լվանում էր իր աշակերտների ոտքերը։ Իհարկե սա զուտ աշակերտների մասին չի խոսքը, սա պայմանական կարող ենք տարածել բոլոր հոգեվոր հոտի ներկայացուցիչների վրա եւ Գարեգին II-ը իր արդեն 99 թվականի հոկտեմբերի 27-ին մինչ օրս 27 անգամ որևէ համայնք չի գնացել եւ գոնե 27 հանդիպում չի ունեցել իր հոգեվոր հոտի ներկայացուցիչների հետ։ Այսինքն ինքը կտրված է եղել ժողովրդից եւ ժողովուրդը իր հետ որևէ զգացմունք, որևէ հավատք կամ որևէ հանձնառություն չի զգում։ Ինքը արհեստական ֆիգուր է մեր եկեղեցում եւ դրանով պայմանավորված է, որ վերջերս նաև մի հասարակական քաղաքական գործիչեր մտահոգություն հայտնում, դրանով է պայմանավորված նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող շատ քաղաքացիներ այնուամենայնիվ այդ հոգևոր սնունդը փնտրում եւ գտնում են այլ կրոնական կազմակերպություններում, ինչը մի կողմից իրենց սահմանադրական իրավունքն է, բայց մյուս կողմից էլ մի քիչ ցավ է, որ առաքելական եկեղեցին կորցնում է եւս մեկ հետևորդ, բայց դա ինչի պատճառով է, ինչի արդյունքով է։ Դա այն արդյունքով է, որ Կտրիչ Ներսիսյանը կեղծված ընտրություններով դառնալով ամենայն հայոց կաթողիկոս զբաղվել է ամեն ինչով, բացի իր հոտին ծառայելուց եւ շատ կարեւոր է համարել ըստ երևույթին յուրաքանչյուր դեկտեմբերի 31-ին 12-ից 10 պակաս, այսպես չգիտեմ, հանդես գալ միևնույն տեքստով, դրանով եւս մեկ անգամ արձանագրելով, որ ինքն է հոգեվոր իշխանության գլուխը, բայց դրանով ինչ հարց է լուծել առհասարակ կաթողիկոսը, ինչ խնդիրների է մասնակցել հայ հանրության մեջ այն ախտերը, որ կան, նկատի ունեմ այն հիվանդությունները, որոնք բժշկական միջամտության կարիք չունեն, բայց գոյություն ունեն մեր հանրության մեջ, օրինակ, չգիտեմ, բռնությունը, օրինակ դիմացին ինչը հարգելը, առհասարակ այն ամենը, ինչ որ կարելի է կրոնական լույսի ներքո մեկնաբանել, օրինակ ինքը ինչ միջոցառումներ է ձեռնարկել, որպեսզի հայ հանրությունը իրար հանդուրժի սիրի, ինքը քանի անգամ է օրինակ հանդես եկել կոչով, որ ասել է Քրիստոս ասաց՝ սիրեք զմիմյանս։
Քանի դուք երբևէ լսել եք նման բան, երբ որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այդ համաձայնագրի հայտարարությունից հետո երբ որ հայտնի դարձավ որ պատերազմը կանգնել է եւ հայտարարություն է ստորագրվել երեք պետությունների ղեկավարները ինչ էր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոսը քանի անգամ է հանգստության կոչով դիմել իր հոգեվոր հոտին հոկտեմբերի 27-ից հետո կաթողիկոսը ինչ ուղերձով է դիմել իր հոգեվոր հոտին մարտի 1-ից հետո ինչ ուղերձով է դիմել իր հոգեվոր հոտին այս մարդը առհասարակ կապ չունի այն ամենի հետ ինչի համար որ իբր ինքը կոչված է եղել կամ գուցե կապ ունի այն ամենի հետ ինչը որ մեզնից թաքուն է տեղի ունեցել այսպես ասած ես կարծում եմ որ ինքը պետք է ուղղակի լավով դուրս գա հայ առաքելական եկեղեցուց եւ գա հանձնի նրան ով իսկապես հասկանում է Աստծուն ծառայելու իմաստը, խորությունը, բովանդակությունը, ով պահք է պահում, ով ժամանակ առ ժամանակ աղոթում է բոլորի մեղքերի թողության համար եւ ոչ թե օրինակ տարբեր ժամանակներում հայ ժողովրդի պատմության մեջ եղել են տարբեր ողբերգական իրադարձություններ, տարբեր խնդրահարույց օրեր, որ հայ ժողովուրդը կարիք է ունեցել նրա կոչի կամ նրա հայտարարությանը կամ գոնե այդ ժամանակ կարիք է եղել, որ եկեղեցու զանգերը հնչեն, բայց եկեղեցու զանգերը չեն հնչել, կաթողիկոսը քար լռություն է պահպանել, կաթողիկոսը որևէ կերպ չի մասնակցել իր հոգևոր հոտի կյանքին, ոչ դրական, ոչ բացասական առումներ, ուղղակի կապ չի ունեցել, բայց օրինակ, երբ որ հերթը եկե հասել է Գյումրիի տխրահռչակ չընտրված քաղաքապետ Վարդանիկին, երբ որ իրավապահ համակարգը գնաց նրա հետևից, օրինակ այդ ժամանակ եկեղեցու զանգերը հնչել են, ավելի աբսուրդ, ավելի խայտառակ, ավելի խեղկատակ իրավիճակ դժվար է պատկերացնել։ Մի քանի հարցերել արդեն կաթողիկոսի շուրջ ստեղծված օրակարգից դուրս Գյումրիում հանդիպել են հայ թուրքական կարգավորման գործով ներկայացուցիչները քննարկվել է նաև Գյումրիի կարս երկաթգծի վերականգնման մեխանիզմները եւ ամենատարբեր հարցեր Ընդհանուր առմամբ ինչ սպասել նաև այս առումով, ինչ դինամիկայի սպասել։ Մենք կարող ենք այսպես լավատեսական դիտարկումներ եւ մոտեցումներ ունենալ, որ առաջիկայում Թուրքիան կարող է որոշակիորեն սահմանի բացում լինել Թուրքիայի կողմից եւ կամ ինչու՞ չէ տարանցման արգելքը վերացվել, թե ինչպես արդեն արտահայտվել են այդ իմաստով, մինչեւ չլինի խաղաղության պայմանագիրը հայ-ադրբեջանական, այդ իմաստով որևէ առաջ խաղացում չակնկալել։ Շնորհակալ եմ հարցի համար, տեսեք մենք ունենք հատուկ բանագնաց, դա ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է, եւ երբ որ լինում է որոշակի հանդիպում, անպայման մենք ծանոթանում ենք նաեւ պաշտոնական հայտարարությանը, այս դեպքում ես էլ գիտեմ այնքանը որքանը որ լրահոսում կա, բայց կարող եմ ավելացնել, որ շատ ինտենսիվացել են հանդիպումները նույնիսկ վերջում խաղաղության ֆորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, մենք ունեինք Թուրքիայից ներկայացուցիչներ, ովքեր ըստ երևույթին փոքրիկ քայլերով, բայց այնուամենայնիվ կարծես թե կառուցում ենք այդ հնարավոր սահմանի բացման պատը, իհարկե դա շատ դանդաղ է տեղի ունենում, ինչպես դուք նշեցիք, Թուրքիան ժամանակ առ ժամանակ, չնայած ասում է, որ նախապայմաններ չկան, բայց օրինակ այս դեպքում կարծես թե նախապայման է նշում եւ ասում է, որ Ադրբեջանի հետ պետք է լինի խաղաղության պայմանագիր, նոր հետագայում մենք կխոսենք սահմանի բացման մասին իհարկե շատ հետաքրքիր հիմնավորում են բերում ասում են որ կարծես թե եթե մենք սահմանը բացենք Թուրքիան սահմանը բացի շատ հնարավոր է որ խաղաղության պայմանագիր այլևս Հայաստանի Հանրապետությունը չցանկանա կնքել բայց ուզում եմ ասել որ սա իրականությանը չի համապատասխանում որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունը ունի արտաքին քաղաքականության այնպիսի որդեգրած կետեր, որ մենք ուզում ենք տարածաշրջանում եւ մեր անմիջական հարևանների բոլորի հետ ունենանք զրոյական կոնֆլիկտ, զրոյական պատերազմական կամ խնդրահարույց կետեր եւ մենք ցանկանում ենք ինչքան հնարավոր է, որքանով որ դա թույլ կտա մեր պատմությունը, որքանով թույլ կտա մեր տնտեսական ենթակառուցվածքները կարողանանք հարաբերություններ ստեղծել Մենք ինտենսիվ քայլեր իհարկե այս ուղղությամբ անում ենք, նաև ավելի շատացել են հանդիպումները հայ հասարակության մեջ կարծես շատ դանդաղ իհարկե, ես չեմ կարծում, որ երբևէ հայ հանդրությունը կկարողանա ամբողջապես եւ բացառապես միայն դրական ընկալում ունենալ Թուրքիայի վերաբերյալ, մենք ունենք շատ ցավոտ պատմություն, մենք ունենք շատ չսպիացած վերքեր, որ մեզ ուղեկցելու են, քանի հայ ժողովուրդը կա մեր պատմության ընթացքում եւ գուցե շատ բաներ մենք նաև
վախեցրել ենք սրանից քաղաքականության հետ կապված, բայց գիտեք, երկիրը չի կարող զարգանալ, որքան էլ որ մենք կարևորում ենք մեր պատմությունը, չենք մոռանում, ոգեշնչում ենք ամեն անգամ ապրիլի 24-ի ցեղասպանության ժամանակ ընկած մեր հայրենակիցներին, ովքեր անմեղ զոհեր են, ովքեր նաև սրբադասվել են 2015 թվականին, այնուամենայնիվ մենք չենք կարող երկիրը պահել փակ տարածքներով եւ խոսել զարգացման մասին, եւ ի վերջո, երբ որ արևը ծագում է, տարածաշրջանում այս պետություններն են, երբ որ արևը մայր է մտնում, էլի տարածաշրջանում այս պետություններն են, Թուրքիան իր խնդիրներն ունի դրական բացասական առումներով, Ադրբեջանը իր խնդիրները, սա մեր քննարկման հարցը չէ, սա մեզ կարող է դուր գալ, սա մեզ կարող է դուրս չգալ, սրանից մենք կարող ենք ոգևորվել, կարող ենք ընդհակառակը չոգևորվել, մեր խնդիրն է պարզապես հարաբերություններ ունենալ կամ առնվազն պատերազմական խնդրահարույց կնճռոտ հարցեր քիչ ունենալ մեր հարևանների հետ, գիտեք, որ նաև խոսվում է մինչև դեկտեմբերի վերջ երրորդ երկրների քաղաքացիների համար Թուրքիայի հետ սահմանի բացման կարևոր առաջընթացի կարևոր քայլի համար, բայց պետք է նաև նշեմ, որ առարկայական շոշափելի շատ հստակ քայլեր դեռևս չկան։ Դրանք իհարկե ուրվագծվում են հանդիպումների ընթացքում, բայց կարծում եմ, որ այդ շատ կարևոր քայլը երբ որ լինի, նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ մեր հատուկ բանագնացը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով անպայման կասի։ Եվ մեկ հարց էլ սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված Տիկին Ստեփանյան, վերջին շրջանում շատ են այսպես ինչ որ իմաստով նաև ողջախոհ մտահոգությունները, որ գործընթացը կամ դանդաղել է կամ տեղի չի շարժում, այնինչ օգոստոսի 8-ից հետո կարծես թե հակառակը պիտի լիներ, ավելի այսպես նոր թափով պիտի սկսվեին սահմանազատման սահմանագծման աշխատանքները, հատկապես Մեղրիի հատվածում, որտեղ ենթադրվում է, որ պիտի լինի երկաթուղի։ Հիմա ասես ինչու է այս իմաստով դանդաղ կոտություն դրսևորվում, չեմ կարող ասել կողմերից որ մեկի այսպես պատճառով եւ կամ չգիտեմ որ մեկն է հապաղում, բայց ամեն դեպքում չեք կարծում, որ թրիփի այսպես թրիփը իրականություն դարձնելու այդ ճանապարհին շատ կարեւոր է, որ օրինակ Մեղրիի հատվածում արդեն այդ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները սկսված լինեին եւ այդ իմաստով արդեն կան խոսակցություններ, զրույցներ եւ գետնի վրա երբ կտեսնենք աշխատանքներ։ Կարծես օրեր առաջ դարձյալ մեր սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել էին Ադրբեջանի համապատասխան մասնագետների հետ, հանձնաժողովի հետ։ Այո, ձեր հետ համաձայն եմ, որ կարծես թե դանդաղում է խնդիրը, բայց գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ էլ արդեն process-ը սկսված է, շատ կարեւոր է, որ process-ը սկսված է եւ բոլոր գործընթացները, բոլոր քայլերը, բոլոր գործողությունները այս ասպարեզում մենք պետք է դիտարկենք մասնավորապես օգոստոսի 8-ի կարևոր ձեռքբերման համատեքստում խոսակցություններ կային մինչ օգոստոսի 8-ը օրինակ, կային խոսակցություններ, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է որ սկսենք շարունակենք արդեն Տավուշից մնացած հատվածներում եւս, բայց տեսեք, ես օգոստոսի 8-ից հետո մենք պետք է արդեն Սյունիքից սկսենք մեր սահմանազատումը։ Ես կարծում եմ այդքան էլ ինձ համար այդքան էական չի, թե Հայաստանի Հանրապետության որ մարզում կսկսենք, կարևոր է որ process-ը գնա, քանի որ այդ process-ի արդյունքում է նաեւ որ այսօր Հայաստանի Հանրապետության սուվերեն ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի որոշ ներկայացուցիչներ հետ կգնան, որովհետև այդպես է նշում մեր վարչապետը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հապաղման մասին ես չէի խոսի, ես կարծում եմ ընդամենը գուցե արարողակարգային կամ այսպես տեխնիկական խնդիրներով է պայմանավորված կամ գուցե կան քայլեր, որոնք մենք չենք տեսնում, որոնք բխում են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից, բայց դրանք պայմանավորվածություններ են դեռևս, այսինքն ոչ հստակ քայլեր, որը մեզ կբերի սրան։ Այս առումով ես որևէ անհանգստություն չունեմ եւ կցանկանամ, որպեսզի հայ հանրությունն էլ չհանգստանա, որովհետեւ միայն այն, որ թեկուզ ժամանակ առ ժամանակ հանդիպում են մեր երկու հանձնաժողովները, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համապատասխան հանձնաժողովները, դա արդեն իսկ նշանակում է, որ կա հստակ երկխոսություն, կա հստակ պայմանավորվածություններ եւ գործընթացը թեկուզ դանդաղ, բայց առաջ է գնում։ Եվ ի վերջո սա ունի նաեւ իր օբյեկտիվ հիմքերը, հարգելի Հերմինե, որովհետեւ խոսքը այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության մասին է։ Մեր մեջ որ մի խնդիրն է այդքան հեշտությամբ լուծվել, որ օրինակ սահմանազատման ու սահմանագծման խնդիրն էլ այդքան հեշտությամբ կարգավորվի։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։